գաղթարուն անդրադառնալ եւ հատկանշական է, որ Հաջիևը զբոսնում էր Դիլիջանում մի քաղաք, որի շենացմանը ամենաշատը նպաստել է Ռուբեն Վարդանյանը $200 միլիոն ավել ներդրում իրականացնելով, մի մարդ, որ այսօր գտնվում է Բաքվի բանտում, խոշտանգումների է ենթարկվում, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ այս հայտարարությունն ու ամոթը ինչ իրականացնենք լինում եւ իմիջիայլոց արդեն 3 թե այսօր էլ մեկնարկել է Բաքվում վճռների բողոքը մեր ռազմագերիների վերաբերյալ, համեցեք։ Դե միջև ընտրություններից հետո հաշվի առնելով, որ ներկա իշխանությունն է հալավորակարգը առաջ տանում, այդ նույն ցավալի տեսարաններ մենք շատ ենք տեսել ու տեսնում ենք ու տեսնելու ենք։ Ինչի համար, որովհետև սրանց վերընտրվելը հենց եղել է այդ նպատակների, Ադրբեջանի, Թուրքիայի պահանջների հաջորդական իրականացման գործընթացի շարունակությունը։ Այո, ցավոք, սենց տեսնելով, որ մի մարդ, որ մի տարածք, մի մաս Մայր Հայաստանում զարգացրել է իր հայրենասիրությամբ, իր բարեգործ նվիրվածությամբ իր հայ ազգին, Ռուբեն Վարդանյանի մասին է խոսքը գնում, այսօր գտնվում է բանտի բանտում, հզոր մարդ, ես ով ինչ ուզում է խոսի, եւ ինչ կեղծ բերանը բացում է այդ մարդու նկատմամբ, փորձում է ինչ-որ մտքեր ձևակերպի, դա ամեն ինչ, որ ասում է, պատմություն կա, մենք բոլորը ականատես ենք եղել, մենք բոլոր այդ ժամանակահատվածում ողջ ենք եղել, տեսել ենք մեր աչքերով այդ մարդու իր նվիրվածությունը, իր սերը, իր ազգի նկատմամբ, իր պատկանելիությունը ու ցավալի բան է, որ Հաջիևը գալիս է այդ տարածքում հայի ստեղծած, հայի զարգացրած տարածքում ազատ ման գալով, խոսելով կամ աչք դնելով, ասեմ ձեզ, աչք դնելով այդ տարածքին, այդ ունեցվածքին, այդ ամեն ինչին, ինչի վրա եմ սա ասում, նույն իրավիճակը Արցախում է, նույն Ադրբեջանի այդ ղեկավարությունը հիմա գնում է Արցախում է ման գալիս, Արցախի այդ շենացած, սենացրած Արցախի, որ տարբեր մարդիկ ներդրումներ են արել, տարբեր տեղերից, տարբեր ներկայացուցիչներ, էլի նույն Ռուբեն Վարդանյան Արցախի համար ահագին աջակցություն, ահագին բարեգործություն է արել, բայց ցավոք մի հատ տեսեք, ովքեր են տիրում, ովքեր են այդ տարածքի ման եկողը կամ վայելողը այսօրվա պարագայում։ Նույնն էլ կրկնական շարունակական լինելու Մայր Հայաստանի տարածքային ամբողջության նկատմամբ, որովհետև թուրքը աչքը դրած է Մայր Հայաստանի վրա հիմի։ Արցախի կործանումից հետո թուրքը անցնում է հաջորդ փուլին, իրենց ծրագրերի կետերի հաջորդ փուլին իրականացմանը։ Այս ընտրությունները, որ մենք ականատես եղանք, մի երկու բառով էլ անդրադառնալով, այս ընտրությունները եղել է կեղծված, այս ընտրությունները եղել է մեծ, որ ասում եմ, բաներ, խոչընդոտներ, մեծ ճնշման տակ, այս ընտրությունները եղել է ոչ լեգիտիմ, դե եթե այս ընտրությունները մենք անվանում ենք, ընդունում ենք որպես ոչ լեգիտիմ, ուրեմն ներկա իշխանությունները իր լեգիտիմությունը չունի։ Ներկա իշխանությունը հիմի մի հատ գործիք է դարել, հստակեցրել է իր գործիք լինելը տարբեր կենտրոնների, տարբեր երկրների շահերի կողմից, որովհետև այս ընտրություններում մենակ կարող է իրեն հաղթանակը արձանագրի, բոլորին շահագրգռված երկրները դրան էլ պլյուս մեր պատմական թշնամի երկրները, բայց ոչ հայ ազգը։ Այս պարագայում երկրի իշխանությունը դառնալով գործիք, հստակեցնելով այդ գործիքի իր էությունը, շարունակական հաջորդ ժամանակահատվածում մենք լավ բաներ չենք տեսնելու, լավ բաների իմաստով մեր հայ ժողովրդի համար, մեր ազգի համար, մեր երկրի զարգացման համար, մեր արժանապատվությունը, անկախության մեծ վտանգը, որ հիմա ինչ անկախության մասին է խոսքը գնում, որ այդ անկախությունը մեզանից գողացել են, այդ անկախությունը մեզանից վաճառել են, այդ անկախությունով մեզ, որ ասում եմ, բան են արել, ամեն ձևի ձգտել են, որ մենք լինենք կախված ինչ-որ ուրիշից, հույսներս դնելով ինչ-որ ուրիշների վրա, մեր խոստումները, որ ձևակերպում են
ներկայաշխանությունը ուրիշների խոստումների վրա, ուրիշ երկրների խոստումների վրա, սա կործանարար ճանապարհ է։ Այս Ես դրա մասին եմ ասում, այդ նույն Հաջիևը, նույն թուրքը, եթե ոտը դնում է, արդեն կարողանում է ոտը դնել քո մայր հողում, սա արդեն վտանգ է։ Հանդիպումները հասկանալի է, կարելի է մինտեղ հանդիպած խոսած քննարկած, բայց եթե ոտը դնում է, ման են գալիս, տարածքներ են նայում, ինչ որ անունը դրած sense զբոսանք, բան զբոսնել, բան էս մեկ, դա սա սուտ է։ Սա ցույց է տալիս իրենց ազատ իրենց էության այս տարածքում իրենց բանի ուժը, խոսքի տենց ցուցադրելով, տենց նմանատիպ պահվածքով։ Բայց ես գիտեմ, թե Հաջիևները շատանալու են, բայց գիտեմ, թե Հաջիևները օրեցօր ավելի շուշուտ են գալու Մայր Հայաստան։ Ես գիտեմ, թե այդ Հաջիևները իրենց ծրագրերի իրականացման համար ավելի մեծ, ավելի հստակ պահանջներ են ներկայացնելու ներկայաշխանության առաջ։ Ներկայաշխանությունը ոնց որ միջև օրս չի կարողացել հակասել, հակադրել այդ նմանատիպ պահանջների կամ նմանատիպ մոտեցումներին, հիմիկվա ժամանակում էլ առանձնապես իրենց տենց կոչված, որ հստակ վիզ են դրել թուրքերը ողջունելով սրանց վերընտրվելը, Թուրքիան ողջունելով սրանց վերընտրվելը Ադրբեջանն է, մնացած են Պակիստանն էլ, ես ինչի համար եմ այդ երկրների անունները տալիս, որովհետև այդ երկրները մեր ժողովրդի, մեր ազգի գլխի ցավ բերողն են։ Այդ երկրները մեր ազգի պատմական թշնամիներն են։ Այդ երկրները մեր հայությունը, հայ լինելը այս տարածքում չցանկացողներն են։ Հիմա այդ մարդկանց այդ երկրների ողջունելը այսօրվա պարագայում ներկայաշխանության վերընտրվելու կամ էլ ընտրություններում հաղթանակը, դա իրենք ոնց որ ասել են, իրենք արդեն անվանել են դա, որ իրենց հաղթանակն է։ Իրենք արդեն անվանել են դա այդ հաղթանակը ոչ թե նմանատիպ մարդկանց վերընտրվելով, այլ իրենց պլանները, իրենց ծրագրերը ինչ կա այսօրվա պարագայում, որ շատ իրենց մտածելով, իրենց կարծիքով շատ հեշտությամբ իրականություն դարձնելու։ Ժողովուրդ, եկեք սենց մի հատ բան իրականությունը նայելով։ Մենք ինչ ենք շահել, մենք ինչ ենք շահում, մենք ինչ ենք շահելու, այս պարագայում ինչ ենք շահելու։ Առևտրի հետ կապված խնդիրները կրկնապատկվելու է, ժողովրդի ապրելակերպը կրկնապատկի դժվարանալու է, երկրի իրավիճակը ավելի մեծ խնդիրների, ավելի մեծ հարցի լուծումների առաջակայնելու, բացի տարածաշրջանում հալա ինչ իրադարձություններ լինելու կամ ինչ իրադարձություններին ենք մենք ներգրաված լինելու, ու այդ ներգրաված լինելու ընթացքում ինչ կրկնապատիկ բաժվելու է այս ժողովուրդը, մեր ազգը, մեր ժողովուրդը, որովհետև ամեն ինչ լինի այս տարածաշրջանում է լինելու, ամեն հարցի լուծումը այս տարածաշրջանում այս ժողովուրդով է լինելու։ Հիմա սրանք գործիք դառնալով ուրիշների ձեռին, ազգին բերել են այդ գործիքի մասնակից դարձնելու կամ այդ գործիքի մեջ ներգրավելու համար։ Շարունակում ենք պայքարելը, շարունակում ենք հստակ պահանջատեր լինելը, շարունակում ենք, որ ասում է, չընկճվել, չկոտրվել, ամեն ինչ մեր արժանապատվության, մեր հայ լինելու համար պահանջում է, մենք պիտի դա շարունակենք։ Ես գիտեմ, թե մոտակա ժամանակներն է, թե ժամանակահատվածում ընդդիմադիր դաշտում հավաքական ընդդիմադիր կձևակերպվի հարթակ, այդ հարթակի հիման վրա էլ ընդդիմադիր այդ հավաքական դաշտում հասարակության ժողովրդի կողմից աջակցելով մենք կկարողանանք այդ ծանր դժվար հարցերին, որ ոչ հայանպաստ, ոչ մեր օգտին կարողանանք խոչընդոտել, կկարողանանք խանգարել, կկարողանանք մենք գոնե այս ժամանակահատվածում դա պահել ոչ ի վնաս մեր երկրին, բայց ես ձեզ ասեմ, պատրաստվեք բոլորդ, հասարակ շարքային քաղաքացուց սկսած, ավարտված այն դերակատար մարդկանց, սպասեք ծանր իրավիճակներին, սպասեք ավելի կրկնապատիկ դժվար ժամանակներին։ Այդ ժամանակների ընթացքում այդ
պարագայում մենք պիտի կարողանանք էլի նույն անկոտրուն դիրքով, անկոտրուն որոշումներով, անկոտրուն քայլերով հաղթահարենք այս դժվարությունները։ Սա մի հատ ցավ է մեր գլխին։ Սա մի մեծ ցավ է մեր գլխին, որ այդ ցավի բուժումը, ես միշտ բոլոր ասել եմ, մենակ արժանապատվություն, արդարություն վերականգնելն է։ Այս ցավի բուժումը մենակ վրեժ խնդիր լուծելն է։ Ուրիշ մեծ անելիքներ չունենք։ Մնացած այն տարբեր ներկայացուցիչներ, տարբեր ղեկավարներ, տարբեր անձեր, ովքեր բարձրաձայնում են ինչ որ հույսը հավատ կապելով ինչ որ տարբեր երկրների հետ, տարբեր կենտրոնների կամ տարբեր բաների հետ, այդ իրավիճակի հետ կապված դերակատարների հետ, դա սա սուտ է։ Բոլոր երկրների, բոլոր ղեկավարների այս տարածաշրջանում ամենակարևորը իրենց շահն է։ Այն պարագայում, որտեղ համընկնելու է իրենց շահը, իրենք դրա հետ խոսքի համաձայնացված քայլ են անելու կամ շարունակելու են։ Այն դեպքում, որտեղ այդ շահերի բախումներ լինի կամ այդ շահերը չկարողանան իրենք, որ ասում մեծացնեն, օժեղացնեն, այդ մեր այս գործիք անվանելով այս իշխանությանը, մեր ժողովրդին որպես գործիք, իրենք դա օգտագործելու են։ Անունը դնելով մեկը խաղաղություն, անունը դնելով մեկը ժողովրդավարություն, անունը դնելով մեկը տարբեր խոսքեր։ Այդ խոսքերը իրենք ձեր աչքի, ձեր երեսին չեն ասում, որ դուք վաղը զոհ եք դառնալու իրենց համար։ Իրենք իրենց հարցերի լուծման համար մեր ժողովրդին չեն ասելու, որ ժողովուրդ մենք ձեզ ծանր իրավիճակում ենք բան։ Իհարկե չեն ասելու, բայց սենց մի հատ իրականությանը սենց ականատես լինելով, այս 8 տարվա ընթացքում ինչի մեջ ենք մենք շահել, ինչ ենք մենք ինչի վրա ենք մենք առաջ խաղացում եղել, ինչ ուղղության վրա է առաջ խաղացում եղել։ Մի հատ Սուրբ Արցախ ենք կորցրել, այդ Սուրբ Արցախը կորցնելով ամեն ինչ կորցնել եք։ Եթե մնացածն էլ չեք կորցրել, մեծ վտանգի տակ է հիմի։ Արցախի կործանումից հետո կորցրել եք մեր անկախության, մեր ինքնության, բոլոր, որ ասում մեր իրավունքների հետ կապված բոլոր այդ պարագաները, ընթացքում էլ մնացած ինչ հարցեր էլ կա, դա մեծ վտանգի տակ է։ Հիմա լավ հասկացեք, արցախցիների մի կողմ դնեք, այդ Սուրբ հողը, Մայր Հայաստանի զավակը, Մայր Հայաստանի տարածքային ամբողջականությունը, արդյոք դա խանգարում էր, արդյոք դա այսօրվա պարագայում կամ կռվի կամ էլ ինչ որ հակամարտության առիթ է եղել։ Իրոք բոլորը տենց եք մտածում, խի։ Բայց այնքան հզոր տղերք են, առաջնորդներ են, խոսքեր են բանարել, բարձրաձայներ, մտքեր, Արցախի կործանումից հետո ինչ խնդիրներ են ունենալու, ինչ վտանգ է կախվելու Մայր Հայաստանից։ Այդ ժողովուրդը, այդ ներկայացուցիչները բացի արցախցիներից, աշխարհի տարբեր երկրներից, տարբեր տեղերից եկել են Արցախում կռվել, եկել են Արցախում հարց լուծելու, եկել են Արցախով այդ անկախությունը ամրապնդելու, եկել են Արցախով այդ ամեն ինչը մեր պատիվը, մեր արժանապատվությունը վերականգնելու, ու արել են, չէ, բայց 30-35 տարի այսօրվա ամեն մի փսլնքոտ, որ բերանը բացում Արցախի մասին խոսալու կամ արցախցիներին վիրավորելու, 30-35 տարի այս սրիկաներ, այ պադոնկներ, այ նիգադյայներ, բա դրանով էիք հպարտանում, այդ տղորց հաղթանակներով չէիք քեզ հայ զգում, այդ տղորց հաղթանակներով չէիք դուք հպարտ ձեր հայի կերպարը աշխարհում տարբեր տեղեր խոսում, թուրքը բերանը միտեղ բացած կար, բա այդ ում շնորհիվ է եղել, բա այդ ում ինչ տարածքի այդ որ ասում է շնորհիվ է եղել, այսօր եկած ձեր վախկոտությունը, ձեր դավաճանությունը, ձեր սրիկայությունը, ձեր հանցագործությունը արդարացնելու համար կամ փորձելով, որ ասում է խուսափել պատասխանատվությունից, դուք այսօր դա անվանում եք, որ տվել ենք, որ խաղաղություն ձեռք բերեք կամ անկախություն ձեռք բերեք։ Հիմա այսօրվա այդ խաղաղություն ձեռք բերողը, այդ խաղաղությունը թելադրողը քո երկրում ազատ ման է գալիս։ Դու կարողանում ես գնաս Բաքու կամ Ադրբեջանի տարածքում ման գաս, չես կարողանում, հայ, ամեն մի հայի եմ ասում, կարող եք գնաք Ադրբեջանի տարածքում ման գաք, չեք կարողանում, ինչի չեք կարողանում, այ հարցը դրա համար տվեք,
Բան նրանք ինչի համար են կարողանում գանստեղ ազատման գալով որ ասում բացի ման գալուց էլ այդ պարագայում էլ հնչեցնեն իրանց ծրագրերի իրանց իրականացնելու հետագա պլանների մասին այդ խաղաղությունը այդ որ ասում են այդ ձեր մեր գլխին մեր ամբողջ ժողովրդի հայ ազգի գլխին կրկնապատիկ մի հատ մեծ պատիժ մեզ ցավագալու, որ այսօր մենք տեր չենք կաղնում մեր իրավունքներին, որ այսօր տեր չենք կաղնում գոնե մեր հայ լինելու, տեր չենք կաղնում մեր արժանապատվության, տեր չենք կաղնում քրիստոնյա լինելու, վաղվա օրը ուրիշներն են թելադրելու, դու ոնց պիտի ապրես, ինչ կրոն պիտի կրես կամ ինչ տան պիտի ապրես, ինչ հողում էլ լինես։ Էդի սաղ հարցականի տակա ու որոշողը ոչ թե այս տարածքում այս ղեկավարությունն է, այլ ուրիշներն են որոշում, այդ դրա մասին մտածեք սաղը։ Դուք խիեք մենակ ծաղիկի մեկ խոսքի խիեք մենակ ծաղիկի մասին խոսում, որ մեր տնտեսության ամեն մի մարդ, ամեն մի գյուղացի իր բռնած քրտինքով աշխատակ այդ բանը, այդ որ ասում ինչ որ աշխատում է, այսաղ դա զրոյանալու է։ Ժողովուրդ դուք սպասում եք ձեր գրպանին կպնի, դուք սպասում եք ձեր դուռը ծեծեն, դուք սպասում եք որ ամեն ինչ ձեր մաշկի վրա զգաք։ Ես ձեզ ասում եմ, ամեն ինչ կրկնապատկվելու է նույն ձևի ոնց որ Արցախին ու արցախցիների գլխին են բերել։ Հասարակ ժողովուրդը նույն ձևի ձեզ միամիտ հավատում էր սրանց տված խոստումներին։ Արցախահայությունը իր այն գյուղացին էլ աշխատում էր, էլ իր այդ տնտեսությունն է զարգացում է, էլի ինչ կա չկա բավարար այդ մարդիկ ապահովում են։ Հաշվի առնելով որ առաջնագծում էին այդ գտնվում հաշվի առնելով բոլոր այդ դժվարություններին, բայց իր հողում, իր տանը, իր բնորանում ինքը կարողանում էր զարգացնել իր գյուղատնտեսությանը, որովհետև դրա հարցի լուծումները կար, որովհետև դրա հարցի լուծումների բաների առաջարկները կային։ Այսօր դուք ինչ որ խոստումների վրա եք հույս դրել բիզնեսին եմ ասում, բիզնեսմեն տղորսն եմ ասում, կամ էլ ինչ որ ծանոթ ունենալով երկրի իշխանությանը կարող է ինչ որ կապեր ունենալով վստահ լինեք որ դուք զարգանալու եք, չեք կարողանալու, սահմանափակվում է, բոլոր ձեր գործողության զարգացման սահմանափակվում է դա չի կարողանալու իրականություն դառնա, որովհետև մեջպետական հարաբերությունները պիտի բարելավեն, այդ բաները մեր երկրային տարբեր տեղերում այդ առևտրի հարթակներում դու պիտի տեղ ունենաս, դու պիտի կարողանաս դեղ մտնես, քեզ պիտի կարողանան դեղ տանեն հասցնեն, սա նոր աշխատանքներ է պահանջում, այսօր որ մենք հալա սենց վրաս չենք հասկանում, չենք տեսնում, չենք զգում, դա տենց էլ միշտ էլ լինում է, դա մի օրվա մի օրվա մեջ չի լինում, ամիսների ընթացքում ենք զգալու, կենտրոնական բանկի ղեկավարը չի զգալու, որովհետև թալանչի է, թալանում է, երկրի ղեկավարությունը չի զգալու, որովհետև իրենց ապահովում են ամեն ձևի, խնդիր չեն ունենալու, թանկ ապրանք առնելու, կյանքի թանկ վայելելու, հասարակ ժողովուրդ ձեզ եմ ասում, ձեզ եմ դիմում, հասարակություն, այսա կգա ժամանակը կտեսնեք, ես դա չեմ ասում ցանկանամ, չեմ ասում որ դա ցանկանում եմ կամ ասում եմ, ես դրանով մենք բոլորս անցել ենք, մինչև օրս էլ այդ խնդիրների առաջ ենք կանգնած, հիմի մենք որպես այս ժամանակահատվածում այս տուժված հասարակության մի մաս, Հայաստանի տարածքային ամբողջության տուժված մի մաս, ասում եմ ու շեշտում եմ, Արցախը եղել է հայկական, հայկականը լինելու է մնալու է, այդ դրա համար եմ մի շեշտում այդ բառերը, ու այսօրվա պարագայում մենք ամենակարևոր հարցերի լուծման ընթացքում չներգրավելով, չբանանելով, չպայքարելով կամ մեր հասարակության, հանրության դերակատարությունը ցույց չտալով, վաղը մեզ սարքելու են գործիք, վաղը մեզանով են բոլոր այդ ծանր իրավիճակում մեզ են դեմ տալու, եթե գա էլ հասնի պատերազմի էլ, ու ես դա ասում եմ գալու է ինչի համար, որովհետև սրանց նմանները
չեն կարողանալու ազգի արժեքները արժանապատվությունը բարձր պահեն ու գալու է մի պահ որ պիտի պատերազմով դիմադրես չհարձակվելու մասին չեմ խոսում դիմադրելու մասին պատերազմը որ լինի մենք դիմադրելու ենք թշնամուն մենք դիմադրելու ենք այն սրիկաններին, այն երկրներին, որոնք մեր ստեղ այս տարածքում թելադրող ուզում են հստակ այս երկրի տերը դառնալ։ Այդ դրա համար է լինելու պատերազմը, դրա համար պիտի ստիպված գնաս պատերազմի, որ պաշտպանես, որ չթողես։ Բայց ցավոք սրտի ներկայիշխանության պարագայում օրոք մենք չունենք այդ հնարավորությունը ավելի հզորացնելու ազգային համախմբվածությունը, գիտակցությունը մարդկանց մեջ բանանելու, արտնացնելու, որ ինչա մեզ սպասում։ Այսօրվա պարագայում հայը հայի դեմ են հանել։ Այսօրվա պարագայում ամեն մեկս իրար ատում ենք, հարազատներով ենք իրար ատում, իրար ընկերներով ենք իրար ատում։ Էլ ինչի մասին է խոսքը գնում։ Դուք պատկերացնում եք ինչ իրավիճակի են բերել սրանք հասցրել, ու այս իրավիճակում ատելության իրավիճակում ասում է բարենպաստ կյանքի մասին։ Այս իրավիճակում ես իրար նկատմամբ որ ժողովուրդը պարակտել են, կիսել են, ստեղ ասում են որ լավ կյանքի, լավ ապագայի մասին։ Դուք տենց բան տեսնում եք, հավատում եք, դամ այդ պարագայում դուք կտեսնեք, համերաշխություն ձեր չկա, բերացություն չկա։ Իշխանության առաջի հարցը պիտի լիներ համերաշխությունը։ Համերաշխությունով մենք գնանք բոլոր հարցի լուծումներին։ Համերաշխությունով մենք ստեղծենք ուժեղ Հայաստան, ուժեղ ազգ։ Համերաշխությունով մենք գնանք ընտրություններին։ Համերաշխությունով կատարենք ամեն մեկս մեր ընտրությունը։ Բայց այսօրվա պարագայում մի հատ տեսեք, ինչ ընտրություններ ա եղել կամ ինչ բանով մթնոլորտով եք մեկ անցել, ճնշումներով, ձերբակալումներով, վախ մտցնելով, մատ թափտալով, այսյա ձեր վաղվա ուզած ապագան կամ այդ վաղվա ապագայում այս հանրությունը ոնց է ապրելու, ինչ իրավիճակում, ինքը իրան ով ազգալու, ազգի պատկանելություն, թե մենակ մարդ հասկացողություն, մարդ պիտի կրի, բացի մարդ հասկացողությունին, ազգային պատկանելությունն էլ իր մեջ պիտի կրի, կրոնական պատկանելություն, քրիստոնյա լինելը, հպարտության, էդ էլ պիտի ինքը իր մեջ կրի, բայց դա բոլորը մեզանից զրկվելով, այդ տնտեսությունն է, այս մեկն է, ծաղիկներ ենք տարել ինչ-որ մի երկրում 3000 ծաղիկ կարողացել են ինչ-որ մի երկիր առել է, 7000 բան է, որ ասում եմ, խաղող են ես ասելու հատիկներ տարել են միտեղ կարողացել են դա բան անեն, որ ասում է, այդ երկրում հազնեն, այդպես նմանատիպ բաներ, բայց փոքրաթիվ կամ էլ ինչ-որ հատիկներով հաշված լուծումներ մենակ կարան ստանք արձանագրեն, մեծ բաներ սրանք չեն կարողանալու արձանագրեն, հաղթանակից սկսած ամեն ինչից սրանք մեծ արժանապատիվ հայ չեն կարող արձանագրեն, սրանք հաղթող պատերազմի դաշտում չեն կարող արձանագրեն, սրանք անկախություն, հզոր անկախություն չեն կարողանալու արձանագրեն։ Դուք պատկերացնում եք, որ ամեն ինչ գալիս է ղեկավար անձերից, ամեն ինչ գալիս է մարդ էությունից, իր ամեն իր սկզբունքներով։ Հիմա մենք այսօրվա պարագայում, որ մինչև այս օրը 8 տարվա մեջ, եթե մենք մի հատ հպարտանալի առիթ չենք արձանագրել, դուք մտածում եք, թե սրանից հետո այդ արձանագրումը լինելու է։ Եթե մենք 8 տարվա մեջ այս ժողովուրդը ամեն ձևի ներգրաված է ծանր իրավիճակում, այս վճռական պատմական ժամանակներն է, դուք գիտեք, թե այս 8 տարուց հետո ինչ որ լավ բաներ կամ այդ առումով ոտ իմաստով արձանագրվելու է, չէ ժողովուրդ ես տեսնում եմ, որ մի ահագի մաս կամ էլ մի ինչ որ մաս, որոնք ընտրել են շահը, որոնք ընտրել են լավ փորը, լավ ուտելը, այդ մարդիկ ժամանակի ընթացքում այդ փորի ցավնել են ունենալու, այդ ամեն ինչի ցավնել են զգալու իրական ցավը ոնց է լինում, որովհետև Արցախցուն դուք ստեղ փորձելով ճնշել, նվաստացնել, Արցախցուն քննադատելով, ամեն ինչ Արցախցու վրա գցելով, վերև Աստված կա։ Չիմանաք, որ Արցախցին այդ ցավը ընտրել է ինքը իր կամքով, չիմանաք, որ Սուրբ Արցախը մենք թողել հեռացել ենք մեր կամքով, դուք տեսել եք ու այդքանը ձեր աչքի առաջ ա եղել, ու բացի դրանից 9 ամիս է ժողովուրդը սովածելի ձեր աչքի առաջ տեսել եք ոնց է դիմադրել, ոնց է պայքարել հանուն Արցախը հայկական պահելու համար։ Ես
հասարակ ժողովրդից են, զինվորներից սկսած, այդ մարդկանց մասին եմ խոսում, այն ինչ առավոտի ցիրիկոն, ինչ որ փախածների, թալանչիների մասին են խոսում, դո եթե դուք թալանչի փախած չլնեք, մեկ շուտվանից կպարժեիք այս թալանչիներին, այդ փախածներին, բա դրանք ձեր ձեռ են տալիս, որովհետև նույն թալանչին, նույն փախածներն էլ դուք եք, վաղվա օրն էլ որ մենք այսօրվա պարագայում միջև օրս մեռանք սպասելով արա մի հատ մեկին պատժած տեսնենք, մի հատ դավաճանին բանտարկած տեսնենք, մի հատ սրիկայի բանտարկած տեսնենք, որովհետև իրենք էլ են հենց այդ դավաճանության այդ հանցագործության մեջ, ինչ անեն, վերջում գալիս են իրենց վրա են դուրս գալիս, որովհետև ամեն ինչ իրենց մթնոլորտում ձևակերպած իշխանության կառավարության ժամանակ է բոլոր այդ բաները եղել։ Իմ սիրելի հայրենակիցներ, իմ սիրելի ժողովուրդ, նորից եմ ասում, չընկճվեք, ընկճվելու բան չկա, մեզ ընտրություն էլ չունենք, պիտի պայքարենք, պայքարելու հիմիկվա իրավիճակը հպարտությունն է, պայքարելու հիմիկվա իրավիճակը դա քո արժանապատվությունն է, պայքարելու հիմի քո հայ լինելու համար քո երեխու առաջ դու ամենա մեծ գնահատված մարդն ես մնալու, քո ապագա սերունդներ քեզ դրանով է գնահատելու, ապագա սերունդը քո ունեցվածքով չի գնահատելու քեզ, ապագա սերունդը ձեր երեխեքը ձեր ապագայի որ ասում են մեր սերունդը մեզ չի գնահատելու, որ մենք այդ ժամանակ փող ենք աշխատել կուշտ փորով բան ենք եկել, չէ, արժանապատվությունով, քո քրիստոնյա լինելով, որ կարողացել եք այս երկիրը, այս հողը պահենք, ու բացի դրանից այս ժամանակահատվածում էլ մենք բոլորս ազգովի պիտի առաջնորդվենք մեր արժեքների, մեր սրբությունների, մեր ամեն ինչ կարևոր նշանակություն ունեցող ազգային այդ բարձր իմաստունեցող սկզբունքներով, որ մենք վաղվա օրը ասելիք էլ ունենանք, հպարտանալու առիթ ունենանք, ու Արցախի հիմնախնդիրը այսօրվա պարագայում մենք իրավունք չունենք թողելու որ փակեն, մենք չպիտի թողենք որ Արցախի հետ վերադարձը մնա երազանքներում, դա իրականություն պիտի դառնա, այդ իրականությունը նորից եմ ասում դառնալու համար մենք ազգովի պիտի այսօրվա պարագայում շարունակենք մեր պայքարը ու այդ շարունակությունն էլ իր արդյունքները տալու է, որովհետև մենք մեր էությունով գործով պետք ցույց տալիս, արդյունքը գրվում է գործով, արդյունքը խոսքերով, խոսույթներով չի լինում, քաղաքական դաշտում գտնվող մեծամասնությունը որ տեսնում եմ իրենց պահվածքն է կամ իրենց այդ բարձրաձայնելի հարցերն է, կարևորությունն է, ես մեծամասնության մեզ տեսնում եմ որ դա իրենց համար ինչ որ մի հատ ապրելու կամ էլ ինչ որ բան գոյատևելու այս բանում այդ ամեն մեկը իր հարթակում տես ձեռնարկած իրենց մոտեցումներն է, բայց ձեզ էլ դիմեմ, վերջացրեք, վերջ տվեք ժողովրդին մոլորության մեջ գցել, վերջ տվեք ժողովրդին ամեն պարագայում ինչ որ սենց հեռատեսության ինչ որ մեծ արած մտքեր կամ բաներ, իրականությունը այսօր էս է, ինչ կա, այս իրականության համար պահանջում է ամեն մեկս առաջնագծում լինեք, ամեն մեկս պայքարի ընդդիմադիր դաշտում ղեկավարներ կամ են առաջնորդները, ովքեր այս պարագայում մեծամասնություն կամ ինչ որ կարողանան ձեռք բերել միասնական համախմբվածության, մենք բոլորս պիտի գնանք, միանանք, մենք բոլորս պիտի աջակցենք, մենք բոլորս պիտի այդ բոլոր որոշումները ընդունենք, բոլոր որոշումների ընդունելու ընթացքում գործընթացքի ժամանակ օգնեք էլ, եթե ինչ որտեղ բաստողումներ կա, լրացնվի, եթե ինչ որ շեղումներ կա, մենք էլ դրա համար ենք ներգրաված լինելու, պարտադիր պիտի ներգրաված լինենք, որ մենք չթողնենք ուրիշ տեղից ներդրվածներ լինեն, ուրիշ տեղից ինչ որ այդ սխալ ուղղություններ, սխալ ճանապարհներ հանրությանը տանելու այդ գործընթացում մենք դերակատար ունենանք։ Էսա ասելիքներս այսքան է, ես գիտեմ թե արդեն եկել է ժամանակ, որ մեծ անելիքներ, շատ անելիքներ ավելի շատ կա, քան արդեն խոսելու, ինչ է եղել, ինչ պիտի լինի, ինչ, եթե դեք այդքան լավ գիտակցում եք, հասկանում եք, վերցրեք ամեն մի պատասխանատվություն ու գործընթացում առաջնագծում եղեք ու պատասխանատվությունը կրեք։